Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, հայտարարելով, որ Եվրամիությունը Հայաստանի առաջ պայման է դրել լիովին խզել Մոսկվայի հետ բազմադարյա կրոնական ու հոգևոր կապերը հանուն եվրաինտեգրման։ Ըստ Դաշնության հատուկ ծառայության Եվրամիությունը ագրեսիվորեն ձեռնամուխ է եղել Հայաստանից ռուս ուղղափառ եկեղեցու դուրս մղմանը։ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը իրազեկ քաղաքացիների միավորում և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ հասարակական կազմակերպությունների հրապարակումներին է անդրադարձել։ Ըստ Մոսկվայի նրանք 102-րդ ռազմաբազային կից Սուրբ Միքայել հրեշտակապետի մատուռ եկեղեցու վանահեր Տիմոֆեյ Կազարյանին մեղադրել են խորհրդարանական ընտրություններին միջամտելու համար։ Ռուսաստանի տեսանկյունից այն ինչ որ կատարվում է, այն շատ է հիշեցնում Ուկրաինայում իրականությունները Ուկրաինայում, որը տեղի է ունեցել մի քանի տարի առաջ, այդ ամբողջ քաղաքականությունը ռուս ուղղափառ եկեղեցու դեմ հարձակումները, տեղեկատվական ագրեսիան, որը հետո բերեց արդեն նաև ֆիզիկական ագրեսիան։ Դանիել Յոհաննիսյանն արձագանքելով Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության հաղորդագրությանը հայտարարել է, որ իրենք ոչ թե եվրոհակաքրիստոս են, այլ եվրոմոնարխիստ և եվրոկոմունիստ։ Տեսնում են, որ Հայաստանում եւս կա նման բան, որ սկսել է արդեն այդ ագրեսիվ խոսքը եւ քարոզչությունը ռուս ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչների դեմ եւ իրենք արդեն դա ֆիքսում են, որովհետեւ իրենց համար դա նույն շրջանակներում է, ինչ որ եղել է Ուկրաինայում։ Կովկասագետը հնարավոր է համարում, որ եվրաինտեգրման ճանապարհին Բրյուսելը այդպիսի պայման դրած լինի Երևանի առաջ։ Իգիթյանի խոսքով Եվրամիությունն աջակցում է նաև Հայաստանում հակաեկեղեցական արշավը, հաշվի առնելով, որ դատապարտող հայտարարություն չի տարածել։ Կաթողիկոսի եղբոր որդուն ձերբակալում են, բանտարկում են, երբ որ այս տիպի ագրեսիա է տեղի ունենում, երբ որ խոսքը արդեն գնում է նրա մասին, որ հենց վեհապարին կարող են ձերբակալել, եւ Եվրամիությունը, որը միշտ եղել է այդ միշտ ելույթանցային դիրքերից, որ ինքը պաշտպանում է մարդու իրավունքները, պաշտպանում է կրոնական ազատությունը, պաշտպանում է եկեղեցուն, որպեսզի պետությունը չխառնվի եկեղեցու գործերի մեջ, բնապես հավատքի գործերի մեջ, Եվրամիությունը ոչ մի ձև չի պաշտպանում, եւ այստեղ իհարկե սա մեծ կասկածների տեղ է գալիս, որ սա հենց Եվրամիության առնվազն բան կամ առնվազն Եվրամիությունը թույլ է տվել այդ ամենը։ Հնարավոր է սա ևս սթափության կոչ է Մոսկվայից ուղղված հայ ժողովրդին, հայ-ռուսական կրոնական հոգևոր կապերի հնարավոր խզման մասին։ Իգիթյանն այս հաղորդագրությունը այդ համատեքստում չի տեղավորում, բայց կարծում է այնուամենայնիվ ընդհանրություններ կան։ Հայաստանի ներքին գործերի մեջ, Հայաստանի ներքին քաղաքականության մեջ խառնված է Արևմուտքը, տվյալ դեպքում Եվրամիությունը։ Կովկասագետի համոզմամբ, ինչպես հայ-ռուսական քաղաքական կապերի, այնպես էլ այս դեպքում Բրյուսելը միջամտում է Հայաստանի ներքին գործերին։ Լիլիթ Սարգսյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։